Ողջույն, սիրելի հետևորդներ։ Երբևէ ասել եք, այլևս չեմ բարկանա, հետո նորից բարկացել եք։ Ասել եք, այս մեղքն այլևս չեմ գործի, չեմ վերադառնա նրան, բայց մի քանի օր հետո կրկին ընկել եք այդ նույն մեղքի մեջ։ Ասել եք, այս անգամ հաստատ կփոխվեմ, բայց հետո հասկացել եք, որ նույն պայքարը շարունակվում է։ Եվ այո, եթե այո, ապա դուք միայնակ չեք, այդ նույն պայքարի միջով անցել է նաև Պողոս առաքյալը։ Այն Պողոսը, որ եկեղեցիներ էր հիմնում, այն Պողոսը, որ հրաշքներ էր գործում, այն Պողոսը, որը սրբության օրինակ էր դարձել միլիոնավոր մարդկանց համար։ Եվ ահա նա ասում է. ինչ որ կամենում եմ, չեմ անում, իսկ ինչ որ ատում եմ, այն եմ անում։ Ինչ անկեղծ խոստովանություն։ Այս հատվածը մեզ ցույց է տալիս մի ճշմարտություն, որի մասին շատերը չեն խոսում։ Քրիստոնեական կյանքը միայն հաղթանակների պատմություն չէ, այն նաև պայքարի պատմություն է, բայց սա հուսահատության գլուխ չէ, սա ազատության ճանապարհի գլուխ է։ Հետևաբար օրենքը սուրբ է, պատվիրաններն էլ սուրբ է, արդար ու բարի։ Ուրեմն բարին ինձ մահ պատճառեց, քավ լիցի, բայց մեղքը, որ մեղք երևալով ինձ մահ պատճառեց, օգտագործելով բարին, որպեսզի մեղքը չափազանց մեղավոր լինի պատվիրանի միջոցով։ Գիտենք, որ օրենքը հոգևոր է, բայց ես մարմնավոր եմ, մեղքի տիրապետության տակ վաճառված։ Չեմ հասկանում այն, ինչ գործում եմ, ոչ թե անում եմ այն, ինչ ուզում եմ, այլ անում եմ այն, ինչ ատում եմ։ Իսկ եթե անում եմ այն, ինչ ուզում եմ, վկայում է, որ օրենքը բարի է։ Արդ, ես չէ, որ գործում եմ այն, այլ իմ մեջ բնակվող մեղքը։ Գիտեմ, որ բարին բան չի բնակվում իմ մեջ, այսինքն իմ մարմնի մեջ, որովհետև կամեցողություն կա իմ մեջ, բայց բարին գործադրելու կարողություն ոչ։ Ոչ թե բարին եմ անում, որ ուզում եմ, այլ չարը, որ չեմ ուզում, այն եմ անում։ Իսկ եթե անում եմ այն, ինչ չեմ ուզում, այլևս ես չէ, որ անում եմ այն, այլ իմ մեջ բնակվող մեղքը։ Եվ արդ, գտնում եմ հետևյալ օրինաչափությունը. երբ ես ուզում եմ բարին անել, ինձ չարն է ներկայանում։ Ինձ հաճելի է Աստծո օրենքը ներքին մարդու տեսանկյունից, բայց իմ անդամների մեջ ուրիշ օրենք եմ տեսնում, որ մարտնչում է իմ մտքի օրենքի դեմ և ինձ գերի է պահում մեղքի օրենքին, որ իմ անդամների մեջ է։ Տառապած մի մարդ եմ ես, ով կփրկի ինձ մահվան դատապարտված այս մարմնից, բայց գոհություն Աստծուն մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Ամեն։ Սիրելի հետևորդներ, Պողոս առաքյալը սկսում է կարևոր հայտարարությամբ. օրենքը սուրբ է, պատվիրաններն էլ սուրբ, արդար և բարի։ Ինչ խնդիր էր լուծում նա այսպես ասելով։ Ոմանք մտածում էին, թե եթե օրենքը չի կարող փրկել, ուրեմն օրենքը վատ բան է, բայց առաքյալը պատասխանում է. խնդիրը օրենքը չէ, խնդիրը մարդն է։ Օրինակ, պատկերացրեք, բժիշկը ձեզ ասում է, որ հիվանդ եք, դուք չեք բարկանում բժշկի վրա։ Խնդիրը հիվանդությունն է, բժիշկը պարզապես բացահայտում է այն։ Նույն կերպ Աստծո օրենքը բացահայտում է մեղքը։ Հովվան Ոսկեբերանն ասում է. օրենքը լույսի նման է, այն ցույց է տալիս փոսը, բայց չի կարող քեզ դուրս բերել փոսից։ Ահա ամբողջ խնդիրը։ Օրենքը ցույց է տալիս ճանապարհը, Քրիստոսը տալիս է ուժ այդ ճանապարհով քայլելու։ Պողոսն ասում է. մեղքը պատվիրանի միջոցով խաբեց ինձ։ Մեղքը երբեք չի ներկայանում իր իսկական դեմքով։ Նա չի ասում, ես կործանելու եմ քեզ, նա ասում է, ես քեզ երջանիկ կդարձնեմ։ Սա վտանգավոր չէ, միայն այս անգամ բոլորն են անում, դու էլ կարող ես անել։ Այսօր գովազդները, սոցիալական ցանցերը և մշակույթը հաճախ նույն լեզվով են խոսում։ Նրանք ցույց են տալիս հաճույքը, բայց թաքցնում են հետևանքները, ցույց են տալիս սկիզբը, բայց ոչ ավարտը։ Երբ որևէ գայթակղություն հայտնվում է, հարցրու, սա ինձ որտեղ է տանելու 1 տարի հետո, ոչ թե միայն ինչ հաճույք կտա հիմա։ Հիմա հասնում ենք հատվածի ամենահայտնի մասին։ Առաքյալն ասում է. չեմ անում այն բարին, որ կամենում եմ, այլ անում եմ այն չարը, որ չեմ կամենում։
ինչ է տեղի ունենում։ Նրա ներսում կարծես պատերազմ է, մի մասը ցանկանում է Աստծուն, մյուս մասը ձգվում է դեպի մեղքը։ Եթե դու պայքարում ես մեղքի դեմ, դա արդեն նշան է, որ Աստծո հոգին, Սուրբ հոգին գործում է քո մեջ, մեռած մարդը չի պայքարում։ Կենդանի մարդն է պայքարում։ Շատ հավատացյալներ հուսահատվում են, որովհետև դեռ պայքարներ չունեն։ Նրանք մտածում են, եթե իսկապես հավատացյալ լինեի, այս պատերազմը չէր լինի, բայց Պողոս առաքյալը ցույց տալիս հակառակը։ Պայքարը հաճախ առողջ հոգևոր կյանքի մասին է։ Եփրեմ աստորին ասում է. «Մինչև վերջին շունչը մարդու սիրտը մարտադաշտ է, մի շփոթիր պայքարը պարտության հետ։ Քանի դեռ պայքարում ես, դեռ չես հանձնվել»։ Պողոս առաքյալը բացահայտում է մի գեղեցիկ ճշմարտություն։ Նա ասում է. «Ներքին մարդով հաճույք եմ ստանում Աստծո օրենքից»։ Սա ինչ է նշանակում։ Վերածնված մարդը ասում է սիրել այն, ինչ նախկինում անտեսում էր։ Նա սիրում է աղոթքը, Սուրբ Գիրքը, Աստծո ներկայությունը, ճշմարտությունը։ Բայց խնդիր կա։ Հին բնությունը դեռ ամբողջությամբ չի անհետացել։ Դրա համար էլ պայքարը շարունակվում է։ Օրինակ, դուք կարող եք որոշել ավելի առողջ ապրել, բայց հին սովորությունները շարունակում են ձգել ձեզ։ Նույն կերպ հոգևոր կյանքում։ Հանկարծ առաքյալը բացականչում է. «Թշվառ մարդ եմ ես, ով կազատի ինձ այս մահվան մարմնից»։ Սա հուսահատություն է, իհարկե ոչ։ Սա ամենակարևոր շրջադարձն է, քանի որ դեռ մարդը վստահում է իր ուժերին, նա չի փնտրում փրկչին։ Բայց երբ հասկանում է իր սահմանափակությունը, սկսում է ապավինել Աստծուն։ Այսօր աշխարհը սովորեցնում է. դու կարող ես ամեն ինչ, հավատա միայն քեզ, քո ուժը բավական է։ Բայց Պողոս առաքյալը սովորեցնում է. քո ուժը բավարար չէ։ Եվ հենց դա է բարի լուրը, որովհետև կա մեկը, ում ուժը բավարար է։ Սուրբ Օգոստինոս Իրանելին ասում է. Աստված թույլ է տալիս, որ մենք տեսնենք մեր տկարությունը, որպեսզի փնտրենք նրա զորությունը։ Եվ ահա հաղթական եզրափակումը։ Պողոսը չի ավարտում. ես պարտված եմ, նա ավարտում է. գոհություն Աստծուն մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Սա է ավետարանի սիրտը։ Մեր հույսը մեր կամքի ուժը չէ։ Մեր հույսը մեր կարգապահությունը չէ, մեր հույսը մեր փորձառությունը չէ, մեր հույսը Քրիստոսն է։ Սուրբ Աթանասն ասում է. այնտեղ, որտեղ մարդը կանգ է առնում, այնտեղ սկսում է գործել Աստծո շնորհը։ Կյանքում կիրառելի մի քանի կարևոր քայլեր են սովորեցնում օրվա այս սուբգրային հատվածը։ Մի զարմացիր, եթե հոգևոր պայքար ունես, հիշիր, որ մեղքը միշտ խաբեությամբ է գալիս, սովորել նայել մեղքի վերջնական հետևանքներին։ Սնուցիր քո ներքին մարդուն աղոթքով եւ Աստծո խոսքով, մի ապավանիր միայն քո կամքի ուժին, խոստովանիր քո թուլությունները Աստծուն, ամեն օր ապավանիր Քրիստոսի շնորհներին։ Սիրելի հավատավոր հետևորդներ, եթե երբևէ զգացել եք այն, ինչ զգում էր Պողոսը, եթե երբևէ պայքարել եք ձեր թուլությունների դեմ, եթե երբևէ ընկել եք եւ նորից կանգնել, եթե երբևէ հարցրել եք, ինչու եմ անում այն, ինչ չեմ ուզում անել, ապա հիշեք, դուք միայնակ չեք։ Նույն պատերազմը մղել են սրբերը, նույն պայքարի միջով անցել է Պողոսը, բայց նա չմնաց հուսահատության մեջ։ Նա բարձրացրեց աչքերը դեպի Քրիստոսը եւ այնտեղ գտավ այն, ինչ չէր կարող գտնել իր մեջ՝ շնորհ, ազատություն եւ հաղթանակ։ Այսօր էլ ձեր հույսը ձեր կատարյալ լինելը չէ, ձեր հույսը կատարյալ փրկիչն է։ Եվ երբ զգաք ձեր թուլությունը, մի հեռացեք Աստծուց, ավելի մոտեցեք նրան, որովհետև հենց այնտեղ, որտեղ ավարտվում է մարդու ուժը, սկսում է Աստծո շնորհի հրաշքը։ Սիրելի հավատավոր հետևորդներ, եթե օգտակար եղավ ձեզ այս տեսանյութը, կարող եք հավանել, մեկնաբանության բաժնում գրել ձեր կարծիքը, բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին եւ այս օրվա սուրբգրային հատվածի բացատրությունը ուղարկել քո քրիստոնյա քույրերին, եղբայրներին, բարեկամներին, նրանց եւս հաղորդակից դարձնելու Աստծո խոսքին։